Ես գորգի նկարիչ եմ, նկարիչ ձևավորող, որ յուրաքանչյուր մասնագիտություն անմիջապես պահանջում է ձևավորման մի փուլ, այսինքն գորգագործությունն էլ իր հերթին պահանջում է ձևավորում նոր գորգի տեխնիկական կատարման մասը։ Եթե չլինի գորգի նկարիչը, այսինքն մենք չունենանք տեխնիկական նկարներ, մենք չենք կարող պատրաստել գորգեր։ Գորգագործությունը ընդհանրապես բարդ գործընթաց է եւ մի քանի փուլ է պահանջում, մի քանի մասնագետի հետ, որ առաջին հենց մասնագետը ինքը հենց նախագծող գորգագետն է, ուսումնասիրելով չափը, տեղանքը, նախագծում է կատարում ըստ թեմայի, զարդանախշերի կամ կոնկրետ թեմատիկայի շուրջ գունաբաշխում եմ անում, բացի որ զարդանախշերն եմ թորինվածքի մեջ կառուցում, նաև գունաբաշխման հարցն եմ լուծում։ Դրանից հետո քարտեզագրումը երբ որ ավարտում, այսինքն տեխնիկական նկարը ավարտելուց հետո տալիս են գորգագործներին, որոնք պատրաստում են արդեն այդ չափերի հիման վրա հաստոցի վրա արդեն հենք են կապում, արդեն քարտեզի հիման վրա սկսում են գորգը գործել։ Յուրաքանչյուր հատիկ գորգի գույնի մեջ մեկ հանգույց կառուցելով դառնում է մի հսկա մեծ գորգ։ Գորգագործությունը տարածված է եղել շատ հին ժամանակներից, դրա մասին փաստում են Պազիրիկ դամբարանից հայտնաբերված հենց Պազիրիկ անունով գորգը, Ռուդենկոյի հայտնաբերած, որը ըստ գիտնականների ուսումնասիրությունների թվագրել են 2500 տարի առաջվա մշակութային արժեք, ստեղծում եմ նոր ժամանակակից գորգի քարտեզներ, իհարկե պահպանելով ավանդական գորգերի սկզբունքներն ու կառուցվածքները ու արդեն ունեմ շուրջ 11 նոր պատրաստած գորգեր, որից 4-ը ներկայում գործվում են։ Ես կոնկրետ հիմա պատրաստում եմ Արցախի համար 11 գորգ եկեղեցիների համար։ Ես Արցախ աշխարհի հետ քիչ ծանոթ էի եւ փորձեցի գնալ հենց Գանձասար եկեղեցին, առաջինը սկսել եմ Գանձասարի գորգի, պատրաստելը բավական հարց ու փորձեր, ինքս գնացել եմ լուսանկարներ եմ արել հենց եկեղեցու ամբողջ կառույցի ներսի դրսի հետ կապված լուսանկարները բերեցի ու ամբողջ վրայի քանդակների հիման վրա ես այդ գորգերը կառուցել եմ։ Այսինքն իրենք բացի որ ավանդական գորգերից հեռացել են իրենց կառուցվածքով, իրենք հիմնականում քանդակների արդյունքում են ստացվել գորգեր, որ քարը եւ թելը իրար հետ համադրություն են գտել ու շատ շքեղ հետաքրքիր աշխատանքներ են ստացվել։ Ես օրինակ ինքս շատ սիրում եմ գորգը, բայց ես չեմ կարողանում գործեմ։ Ես չեմ համբերում գործեմ, նրան ավարտեմ։ Ես մեկ ամսում, որ շատ դժվար է մեկ նախագիծ ավարտել 4 մետր 8 մետրի վրա նախատեսած այդ չափի համար, ես ավելի արագ եմ գծում, բայց այդ չափի գորգը գործվում է 1.5 տարում։ Ես չեմ համբերի, որ սպասեմ, թե ինքս այդ գորգը ոնց կգործեմ ավարտեմ։ Դրա համար ինձ ավելի հաճելի է ես արագ-արագ նկարեմ, թող մյուսները գործեն։